Մայիսի 10-ին և 11-ին անգլիական այգում տեղի կունենա Dogfest 2025 փառատոնը, որի նպատակն է հասարակության տեղեկացվածության ապահովումը կենդանիների, այդ թվում բարեկեցության կազմակերպությունների, ծառայողական շների և կենդանիների փրկարար կազմակերպությունների մասին։ Այս մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնեմ մեր հյուրերին Dogfest փառատոնի հիմնադիր Հայկ Հարությունյան, համակազմակերպիչ Մարտա Մելիք-Սեթյան և իհարկե մեր հրաշք Օսկար Շունիկը։ Բարի լույս։ Ինչքան ժամանակ է, որ գործում է այս ծրագիրը։ Dogfest-ը առաջի անգամ նախանցյալ տարի ենք կազմակերպել, սա երկրորդն է, բայց այսուհետ լինելու է ամենամյա։ Ինչ տեղեկության մասին է խոսքը, ինչ են գալու, ճանաչեն։ Նայեք, ինքը ընդհանուր առմամբ եւ ոլորտային եւ պոպուլյար, այսպես ասած, միջոցառում է, փառատոն է, ոչ մասնագիտական մրցույթ է շների կամ ասենք ինչ որ ռիգալիաներ ստանալու հարթակ է, բայց ինքը պոպուլյար տենց հարթակ է, որտեղ մարդիկ շնատերերը եւ առհասարակով որ հետաքրքրված է կենդանի պահելու, խնամելու, չգիտեմ, պարապելու, պարապացնելու հարթակ է, որտեղ մարդիկ կարող են ծանոթանալ իրար հետ առաջին հերթին, որտեղ այսպես ասած community networking-ը միշտ առաջնային է ցանկացած փառատոնում ոլորտային եւ իհարկե գիտելիք ստանալ միանշանակ, որտեղ հետաքրքիր սպիկերներ ենք ունենալու, մաստեր կլասներ են լինելու, ինչպես խնամել, ինչպես սոցիալիզացնել, հոկեբաններ, տրեներներ, վետերինարներ տարբեր, որոնք որ իրաց գիտելիքով կիսվելու են անվճար ընդ որում բոլորի հետ ոնց խնամել շանը, ոնց իր հետ համակերպության պայմաններ ստեղծել, սոցիալիզացնել եւ այլն եւ այլն։ Մի շատ կարևոր հարց կա, ինձ հետաքրքիր է սրա մասին խոսվելու է, թե չէ։ Մենք առհասարակ Հայաստանի Հանրապետությունը բոլորը չասեմ, լավ 99% կենդանի պահողները իրանք այդ գիտակցումը չունեն, որ կենդանին չպետք է աղտոտի այգին կամ չգիտեմ մայթերը եւ այլն զարգացած երկրներում կամ պակետներ եւ այլն որտեղ որ մարդիկ հավաքում են իրենց հետևից իրենց չգիտեմ սիրլի շունիկի արածները Հայաստանում չկա այդ ամեն ինչը ասեմ ավելին դուրս են հանում բերում են քաղաքի կենտրոն ինչ որ պետք է անում են եւ տանում են տուն մենք այս կրթական ծրագիրը ունենալու ենք այդտեղ ցավոք սրտի նայեք այդպես է իրականում բայց հարցադրումն է մի քիչ ոչ կոռեկտ այն առումով ոչ թե չպետք է անի, այլ կենդանու ուտելը պետք է իր հետևից հավաքի, դա տարբեր բաներ, որտեղ չես կարա իր ինստինկտներով, ռեֆլեքսներով ուրեմն շարժվող կենդանուն որևիցե բան պարտադրես, բայց դա ավելի շատ մարդկանց է վերաբերվում, իհարկե, որ պետք է գիտակցեն, որ հանրային տարածքներում միանշանակ իր հետևից պետք է մաքրի։ Դա գիտեք ընդհանուր չեմ կարծում դա կապված է միայն կենդանիների հետ։ Չէ, կենդանու հետ չեմ կապում։ Չէ, նկատի ունեմ շնատերերի կամ ասենք կենդանիների։ Դա առհասարակ դաստիարակության հարց է։ Այո։ Այսինքն եթե դու ամենակ ծխախոտի բանես բիճոք, այսպես ասած, պատոհանից դուրս ես նետում, նույն դու կգնաս շանը հանրապետության հրապարակում հետևից չես հավաքի։ Այսինքն դա ընդհանուր կարծում եմ դաստիարակության, գիտակցության եւ սոցիումում ապրելու այսպես գաղափար է, կապ չունի դա կոնկրետ կենդանին է կեղտոտել թե մարդը, որտեղ բնականաբար իրականում սա մի տեսակ էլ անվերահսկելի վիճակ է, որովհետև եթե այլ երկրներում փողոցային շները չկան կամ կանոնակարգված է իրենց, ասենք ինչ որ տեղերում են, մեզ մոտ այնքան շուն կա փողոցային, որոնք այդ նույն բանը անում են, որ այն շունիկները, որոնք ուզում էի կարող եք իջեցնել, որոնք արի Ես ուզում եմ իմանալ ինչ բան է։ Եկավ ձեր մոտ։ Արի։ Սիրեցես։ Այո, ինձ բոլորն են սիրում։ Իսկ շները զգում են ում է պետք ճիշտ սիրել։ Արի, հա, արի։ Ես ուզում եմ իմանալ նրանք ովքեր նեղացնում են շներին, մեղմ է ասել նեղացնում են, ինչ ասես անում են շների հետ, իրանց հետ կապված ինչ որ բան արվում է, օրինակ իրանց ինչ անեն, տանեն հոգեբուժարան կամ մի բան անեն, էլի։ Կարծում եմ մարդկանց լրացնի, բայց իհարկե, նայեք, հենց փառատոնը ինքը ավելի շատ մարդկանց այն մարդկանց, որոնք վախում են կամ հարամ են միջև հիմա 21-րդ դարում քրիստոնյա ազգ ենք, բայց հարամ ենք համարում ուրեմն կենդանիներին այդ գիտակցությունը հանելն է իրականում, որտեղ լինեն օրինակ ընտանիքներ, որոնցում երեխաները
ծնողներին համոզում են, որ ունենան կենթանի, բայց ծնողների մոտ այդ գիտակցությունը չկա։ Հիմա այս փառատոնը ցույց է տալու, ինչպես գեղեցիկ կարող են ուրեմն համատեղ գոյատևել կենթանի մարդու հետ, դա գարմոնիա է ուղղակի, որը որ այդ փառատոնը ինքնստինքյան լինելով, հա, արդեն ցուցադրում է։ Ինքը ինձ թվում է գալիս է տուն լիքը սեր բերելու։ Հատկապես եթե չունեք Եվ նաև թերապիա են երեխաների համար կենթանիները։ Տեսեք, մի փոքր անդրադարձ կատարելով ձեր առաջի հարցադրմանը, ասեմ, որ մեզ մոտ գործում են կենթանիների խնամքի կանոնները եւ հաշվառման, Երևանի ավականու որոշում ունենք, բայց ցավոք սրտի, այո, կենթանատերերը, շնատերերը գրեթե մեծ մասը չեն իրականացնում այդ կանոնները, չեն պահպանում, որի մեջ մտնում է նաև այդ սանիտարահիգիենիկ համապատասխան, այսպես ասած, ապահովումը կենթանում, ինչ վերաբերում է դրսի կենթանիներին եւ տեր ունեցող կենթանիներին, պետք է ասեմ, որ խնդրահարույց են ավելի են դեպքերը, երբ կենթանին ունի տեր, որովհետև հիմնականում մենք եթե խոսում ենք նեղացնելու մասին, այդքան չեն արձանագրվում դեպքերը, երբ փողոցային շներին են նեղացնում, այլ հենց կենթանատերերը սխալ խնամք իրականացնելու արդյունքում դրանով իսկ նեղացնում են կենթանուն։ Տեսեք, մենք պետք է հասկանանք մի բան շատ կարևոր, քանի որ Հայաստանի Հանրապետությունում բուծողների շուն բազմացնողների գործունեությունը կանոնակարգված չի, հետևաբար մենք չենք կարող նաև ճիշտ մակարդակի վրա ապահովել կենթանի պահելու ցանկություն ունեցող մարդու ճիշտ գրագետ մոտեցումը ըստ ցեղատեսակի։ Հետևաբար մենք այս փառատոնի նաև նպատակն է ծանոթացնել տարբեր ցեղատեսակներին, որպեսզի կարողանա մարդը ինքնուրույն հասկանալ որպեսզի ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է կենթանի պահել, հասկանա արդյոք ինքը իր հնարավորություններով ի վիճակի կլինի այդ ցեղատեսակին խնամել եւ պահել հավուր պատշաճ։ Օրինակ Օսկարը ինքը Ջեք Ռասել ցեղատեսակի շուն է, արտաքինից կարծես թե Ջեք Ռասել Հա, ինքը կարծես թե փոքրիկ է, դեկորատիվ շուն է, բայց ինքը բավական լուրջ նպատակային շուն է։ Ինքը որսորդական շուն է, այո։ Այսինքն մենք Հայաստանում փյուր կարծիք կա եւ սխալ մոտեցում կա, որ ըստ արտաքինի են ընտրում, ըստ չափերի են ընտրում։ Եվ ամենակարևորը, որ ասում են մենք պահենք փոքր շուն, որպեսզի հեշտ լինի խնամելը, այնինչ դա բացարձակ այդպես չի։ Հիմա տեսեք Օսկարը կարծես թե փոքրիկ շուն է, բայց ինքը շատ գերակտիվ է։ Իր որսորդ էությունն է ցուցադրում այստեղ։ Ինչ։ Պաչեմ քեզ։ Կեր Դավիթ, ինքը դեմ չի։ Իդեպ ասեմ, որ փառատոնի նպատակներից մեկը նաև ծանոթացնել հանրությանը այն գաղափարի հետ, որ պարտադիր չէ գնել կենթանուն։ Մենք այսուհետ Օսկարի հետ ենք վարելու մեր առավոտյան ծրագիրը։ Պետք չէ գնել, այլ պետք է որդեգրել առաջնահերթ։ Այո, շատ լավ կլինի։ Օսկարը որդեգրված շունիկ է, Հայկը որդեգրել է։ Որդեգրել եմ։ Ես զբաղվում եմ որդեգրություններով, հիմնականում մի փոքր։ Այսինքն հայտնի այդ պարոդիաների շները կան հայտ որդեգրման տեղերը կան։ Այո։ Օրինակ եթե ես Կոնե Կորսո եմ ուզում, կարող եմ գտնել։ Իհարկե։ Առավել ևս եթե դառնաք իմ Facebook-յան էջի հետևորդ, որտեղ օրական 10-ից ավել կենթանիներ են որդեգրման դրվում, ասեմ ինչպես են հայտնվում կենթանիները մեզ մոտ։ Հաճախ օրինակ Օսկարը բավականին լուրջ մայրիկ հայրիկ ունի, տոհմաբանությունը բավականին լուրջ է։ Այո, ուղղակի կենթանատերը որոշեց, որ իր զակուկներից մեկին պետք է նվիրի։ Դուրը փակեք չփախի։ Եվ փախավ արդեն։ Փախավ։ Եվ որոշեց, որ պետք է նվիրի իր ձակուկներից մեկին, մենք էլ ընտրեցինք մանրակրկիտ եմ։ Ես կոնկրետ շատ մանրակրկիտ եմ մոտենում տեր ընտրելու այդ ուրեմն գործողությանը, որովհետև կենթանի որդեգրման հանձնել դա բավական լուրջ եւ բարդ գործընթաց է։ Նախ պետք է հասկանանք արդյոք քաղաքացին մարդով ցանկանում է որդեգրել կենթանի, օրինակ Կանե Կորսո դուք ասեցիք, արդյոք դուք կկարողանաք պատշաճ խնամք ասելով, մենք չենք խոսում միայն կերակուրի եւ ասենք այդ սանիտարահիգիենիկ պայմանների, հա, ապահովման համար, այլ նաեւ ըստ ցեղատեսակի, արդյոք դուք ձեր օրվա աշխատանքային ռեժիմով կկարողանաք ապահովել այն պատշաճ խնամքը, որը պահանջում է ցեղատեսակը։ Կան օրինակի համար Ջեք Ռասելի պարագայում պետքա ակտիվ կյանքով ապրող մարդ
վերցնի Ջեք Ռասելին, որպեսզի կարողանամ ապահովել կենթանու բարեկեցիկ կյանքը։ Անտառներ, սարեր եւ այլն, հա։ Նաև, պարտադիր չի, բայց ամեն դեպքում, տեսեք, եթե մենք խոսում ենք Կանե Կորսոյի մասին, ես երբեք Կանե Կորսո որդեգրման չեմ տա, եթե քաղաքացին ապրում է բնակարանում, որովհետև ես այնուհանդերձ համակարծիք եմ այն մտքի հետ, որ ինքը կարա ապրի բնակարանի ներսում, բայց ինքը պետք է իր տարածությունը ունենա, որովհետև մենք բոլորս աշխատում ենք եւ չենք կարողանում օրվա ընթացքում ապահովել կենթանու զբոսանքի լիարժեք զբոսանքը, հետեւաբար բնականային պայմանները ըստ ցեղատեսակների շատ կարևոր են եւ փորձը, բալիկների առկայությունը, բալիկների մոտեցումը, այսինքն մանրակրկիտ ընտանիքներ ուսումնասիրում են, որից հետո նոր հանձնվում են կենթանիները որդեգրման։ Այդ կենթանիների թվում են նաեւ հատկազնիկները, այսինքն այն մարդիկ, ովքեր շատ լավ խնամել են, բայց ինչ պատճառներով մեկնել են այլ երկիր եւ այլն չեն կարող կենթանու տեղափոխել այդքան տարի անց։ Այդ հարցի պատասխանը ես երկար տարիներ չեմ կարողանում գտնել, որովհետեւ ես ինքս պահում եմ կենթանի եւ ոչ մեկը, այլ 4-ն են իմը եւ նրանցից ոչ մեկից ես որևէ պարագայում ոչ մի հանգամանքներում չեմ կարող հրաժարվել։ Մի տեսակ ընտանիքի անդամ է դառնում, ոչ կարելի է։ Հա ոնց որ երեխու թողես ասես դեպք ես հարմար չի տանելը մի տեսակ։ Դու մնա մենք գնալ։ Ինձ հետաքրքիր է, կա ցեղատեսակ, որ երեխայի արկայության դեպքում չի կարելի։ Չգիտեմ, օրինակ պետք է, ասենք, շունը տանը լինի, այդ երեխան նոր ծնվի, որ ինքը սովորի այդ հոտին կամ ինչ-որ շատ լուրջ վերաբերմունքներ կան։ Տեսեք, իրականում միջազգային պրոտոկոլով կա սահմանած, օրինակի համար շների ցանկ կա, որոնք համարվում են պոտենցիալ վտանգավոր շներ։ Բուլտելեր, օրինակ։ Բայց հա բավական գայթակղիչ process է տեղի ունենում։ Տեսեք, իրականում ես իմ անձնական փորձից ելնելով ասեմ ձեզ, որ կենթանուն ագրեսիվ դարձնում է մարդը տերը։ Իհարկե։ Ոչ մի կենթանի ագրեսիայով չի ծնվում։ Ես մի օրինակ բերեմ, մի դեպ մեր փառատոնին ներկա են լինելու Ռոտվելեր ցեղատեսակը բավական լուրջ ցեղատեսակ է եւ կարծիք կա, որ երեխաներին վնասում են ռոտվելերները, հա, կամ վտանգ են ներկայացնում եւ հասարակության եւ երեխաների համար, տեսեք, ես ունեմ 7 տարեկան ռոտվելեր, որին հանձնել եմ 2 տարի առաջ որդեգրության, դեպ շատ դաժան պայմաններում էր նա ապրում, ծեծված, խոշտանգված, սա ինչի եմ մատնանշում, որ այդ 7 տարիների դաժան կյանքը այնուհանդերձ կենթանուն չէր չարացրել մարդկանց նկատմամբ եւ հրաշալի ընտանիքում է ապրում եւ հանգիստ հավասարակշռված երեխաների հետ հրաշալի հարաբերություններ ունի։ Բայց այդ դեպքում հարց, եթե իրենք անդադ պիտի ծեծեին եւ այլն, ինչի էին պահում։ Այդ հարցի պատասխաններ չունեն, որտեղ իրենց թվում է, որ դա նորմալ երևույթ է։ Այդպես պետք է լինի։ Նայեք ձևականությունը կաշում համար է, ոչ թե ծեծում։ Հարևանը պահում է կամ ինչ որ մի հատ ավելի կայացած մեկը պահում է եւ երևի ինչ որ ստատուսի խնդիր ունեն մարդիկ, որոնք որ անգիտակցաբար, ասենք, կենթանի են վերցնում կամ նույնիսկ որդեգրում, հա, եւ չեն հասկանում ինչ պատասխանատվություն է դա։ Այսինքն դա դեկոր է իրենց համար, ոչ թե ասում եք ընտանիքի անդամ, դա նորմալ է, երբ որ կենթանին դառնում է ընտանիքի անդամ, բայց կա որոշակի կատեգորիա մարդկանց, որոնց համար կամ ստատուս է, կամ ինչ որ իր է ուղղակի երեխեքի խաղալու։ Շատ ենք լսում այն դեպքերը, որ ասում են, ասենք, արդեն պահած կենթանուն տան, ասում են, տալիս ենք, հա, որդեգրման կամ հրաժարվում են նույնիսկ փողոցում են տան, որտեղ երեխա է ծնվում։ Դա աբսուրդ է, որտեղ երեխայի հետ այնքան համահունչ է այդ կենթանի լինում, իրար հետ են իրանք համահունչ լինում եւ ասենք առաջի օրերից սկսած այդ երեխան լրիվ adekvat է, պատասխանատու է։ Կենթանու հանդեպ սիրով է մեծ։ Սեր կա այդ երեխու մեջ առաջի օրերից, բացի այն սիրուց, որը ծնողներն են տալի, հա, ինքը իր մեջ ձևավորվում է այդ սիրո զգացողությունը։ Տրամադրություն է երեխու։ Չէ, քեզ նենց են դիմավորում, երբ ես աշխատանքից գնում եմ, ինձ այնպես են դիմավորում, որ թվում է թե մի 20 տարի չէին տեսել, եւ դա լինում է ամեն օր։ Մի քանիսն են։ Երկուսը։ Այո։ Մեզ հետաքրքրեց ինչ ցեղատեսակի են ձեզ։ Իրենք յորկեր են, բայց ինչի են երկուսը, այդ ասում եմ, դրա պատմությունն էլ կա, որովհետև մեկը իր ձագուկն է, որին պիտի տաներ եղբորս տղան իր մոտ Եվրոպա, հետո ձգձգվեց փաստաթղթերը, անցավ 2 տարի եւ ես ասացի, էլ չեմ տալիս։
որովհետև էլ չկարողացա տալ։ Եվ ասում եմ, չենք շփվում եղբորս ընտանիքի հետ։ Չէ, եղբորս տղան մի քիչ նեղացավ ինձնից, բայց հետո ինքը հասկացավ, որ դասերի հետ ավելի լավ չէր կարողանալու պահել, քան ես։ Ես էլ ստիպված դարձա իրենց գերին։ Իսկ ես տենց չեմ կարողանում հրաժարվել մի բանից, ում համար արդեն կրել եմ այդ պատասխանատվությունը։ Ինձ համար շատ ծանր է իրականում, բայց դա ինչ արած։ Արդեն ուշ է։ Իրականում, տեսեք, համացանցում էլ կարող եք հանդիպել, որ շատերը ընդդիմանում են եւ չեն հասկանում այդ գաղափարը, որ շունը ինչպես կարող է դառնալ ընտանիքի անդամ։ Շունը շուն է։ Այս մոտեցումը ուզում եմ ասեմ, որ դրական տենդենս ունենք մենք, արդեն քանի մոտ մի 5-6 տարի է դրական տենդենս ենք նկատում, որ այս մոտեցումը փոխվում է եւ մարդիկ ավելի պատասխանատու են մոտենում կենթաների։ Այս փոքրիկ շները պահել, մի տեսակ ուրիշ վերաբերմունք ձևավորվեց արդեն կենթանիների։ Հիմա ես ասեմ, որ տենդենսը խոշոր շուն տան մեջ պահելն է, այո, ցեղատեսակների փոփոխություն ունենք, եթե այո, մի քանի տարի առաջ հիմնականում յորկերը, շպիցերն էին, հա, պոմերանյան շպիցերն էին, այսպես ասած, ավելի առաջատար դիրքերում, ես ասեմ, որ հիմա բավական լուրջ ցեղատեսակների կողմնակիցներ ունենք եւ ցավում եմ, խասկիները գնացին մեր մոտ վերջի պլան, արդեն թափառականների շարքերում առաջատար դիրքերում են խասկիներ, շատ վատ է։ Գիտեք, բայց անդադ ասում են, որ այստեղ իրենց համար կլիմական պայմանները լավ չեն, շոկ է, տանը չի կարելի իրենց, այդ ճիշտ է։ Չէ, տեսեք, ես ինչի մասին որ մենք խոսում ենք, որ ցանկացած ցեղատեսակ պետք է իրեն իր համար ճիշտ պայմաններում բնակվի։ Ոչ մեկ չի ասում, որ խասկի ցեղատեսակը չի կարող բնակարան պահել։ Մենք ունենք, իդեպ նորից ենք մենք ձեզ հրավիրում անձամբ գտնվել մայիսի 10-ին եւ 11-ին մեր փառատոնին, որտեղ դուք կտեսնեք շնատերերի տարբեր ցեղատեսակներով, ովքեր պահում են բնակարանում եւ քաղաքացիների մոտ այդ հարցերի պատասխանները սպառիչ բնականաբար կստանան քաղաքացիներ, ինչպես օրինակ երկու խասկի պահել տան մեջ։ Մենք ունենք այդպիսի կենթանատերեր, ովքեր կարողանում են համատեղել ցեղատեսակի առանձնահատկությունները իրենց բնակ պայմաններին եւ իրենց աշխատանքային գրաֆիկին։ Բայց այնուհանդերձ ես ուզում եմ ասեմ, որ տենդենսը հիմա դեպի խոշոր շների է, մենք ցավալի պատկեր ունենք պիտբուլների հետ կապված, որովհետեւ չի վերահսկվում այդ բուծման, հա, process-ը, այս պայդրությամբ չի դիտարկվում որպես ձեռնարկատիրական։ Ինչ կարելի անել։ Գուցե ինչ որ կառույցներում բարձրաձայնեք, որպեսզի գոնե բուծողներին կարողանան վերահսկել։ Հիմա այդ աշխատում ենք, այդ ծրագրի վրա աշխատում ենք, որովհետև ես որպես իրավաբան եւ կենթանասեր, կենթանապաշտպան բուծման գործընթացը դիտարկում եմ որպես ձեռնարկատիրական գործունեություն, որը եկամուտ ստանալու, շահույթ ստանալու նպատակ է հետապնդում, չի վերահսկվում ցավոք եւ նաեւ այդ բուծումն էլ պետք է գրագետ արվի, պետք է ցեղակիցներ չլինեն, ընտանիքի անդամներ չլինեն, հա, բուծման ենթակա կենթայիներ հասունացման տարիքին հասած լինեն, բժշկական որոշակի հետազոտություններ անցնեն, որոնցից հետո նոր պետք է այդ process-ը իրականացվի, բայց կարծում եմ դա էլ ժամանակի խնդիր է, մոտ ապագայում հուսանք, որ այդ հարցն է կկարգավորվի, երբ շների բուծման գործընթացը կսկսի վերահսկվել, մենք քիչ թափառենք, կնվազեցնենք թափառական շների քանակը, նաև որոշակի առողջական խնդիրներով կենթանիների քանակը կնվազեցնենք եւ ավելի կվերահսկվի այս ոլորտը։ Ես ուշադիր ձեզ լսում եմ, ասացիք եւ իրավապաշտպան եք եւ կենթանապաշտպան եք, բազմաթիվ տհաճ ահավոր դեպքեր են տեղի ունենում, ինչ ենք անում մենք այս առիթով, որովհետև մենք բոլորս դառնում ենք շատ ագրեսիվ ու վատ մարդիկ, երբ որ տեսարանները տեսնում ենք, թե ինչպես են մասնատում շներին, քարշ տալի մեքենայի հետևից կապած, մենք ես ու Անուշիկը շաբաթներ ենք տրամադրում ամեն առավոտ եթերից այդ տականքներին, չգիտեմ, Ես թվում է այդ մարդկանց պետք է հոգեբուժարան տեղափոխել։ Ինչ ենք անում մենք այս առումով, որովհետև սա նաև հոգեկան առումով խեղում է նաև այդտեղ հարակից տարածքում ապրող մարդկանց երեխաների հոգեկան աշխարհը, որովհետև տեսարանը մոռանալ անհնար է։
նախ ասեմ, որ վերջի տարիների ընթացքում մարդիկ սկսել են արձագանքել այդ դեպքերին։ Եթե 10-15 տարի առաջ դա սովորական էր եւ ոչ մեկ չէր միջամտում, դիտարկում են որպես կենթանու դաստիարակության մեթոդ եւ այլն, այո, հիմնականում դա գամբրներին է վերաբերում, այո, մեքենաներից կապած, իբրև ինչ որ պարապմունք են անցկացնում, բայց դա անգրագիտություն է, չկա այդպիսի ինչ որ դաստիարակության կամ ինչ որ մեթոդ, հա, պարապելու կենթանու ֆիզիկական առողջության բնականաբար ես ենք արտիքել եմ, որ վատ պայմաններում շունպահողը չի կարող լավ երեխա պահել դաստիարակել եւ ճիշտ հակառակը ինչ տեսեք նախկինում չէին բարձրաձայնում հիմա բարձրաձայնում են ես որպես նախկին արդեն ներքին գործերի նախարարության կենսաթոշակառու ասեմ, որ ոստիկանության բաժիններում հաճախ են սկսել հնչել ահազանգեր կենթանու հետ կապված դաժան վերաբերմունքի դեպքերով եւ շատ արագ արձագանքում է ոստիկանությունը եւ փոխանցում քննչական կոմիտե բոլոր դեպքերը եւ տեսեք, իրականում մենք սա պետական կառույցների իրավապահ մարմինների ոչ թե աշխատանքի թերացումն է, այլ մենք ունենք ոլորտներ կենթանիների հետ կապված, հա, դա դատաբժշկական փորձաքննության խնդիրն է, դա ընթացակարգային որոշակի խնդիրներ են, որոնք կախված չեն, օբյեկտիվ են եւ սուբյեկտիվ հանգամանքներով չեն պայմանավորված, արագ արձագանքել է այդ դեպքերին, հնարավորինս արձագանքում են իրավապահ կառույցները, բայց հաճախ քրեական գործերը գուցե եւ դատարան չեն հասնում մեղադրական եզրակացություններով, բայց սա շատ մեծ կանխարգելում է, երբ որ ահազանգը հնչում է ոստիկանություն եւ ոստիկանությունը մոտենում է դեպքի վայր, այսպես ասած, արդեն քաղաքացիները սկսում են զգաստանալ, որ մեկ այլ քաղաքացի կտեսնի, կարձագանքի, ոստիկանություն կհազանգի եւ մենք բավական լուրջ կանխարգելիչ արդյունք ենք տեսնում այս ահազանգերի մեջ, նաեւ իրազեկման մենք ակցիաներ ենք անում, թե կենթանիների հետ կապված դաժան վերաբերմունքը ինչ է իրենից ներկայացնում, հա, սա շատ կարեւոր է, որովհետեւ քաղաքացիների մի մասը օրինակ չկերակրելը կամ սխալ կերակրելը կենթանու եւս դիտարկում են դաժան վերաբերմունք, այնինչ դա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի դիսպոզիցիայով որպես դաժան վերաբերմունք նախատեսված չի։ Սա վարչական իրավախախտում է համարվում, որի համար վարչական պատասխանատվություն է նախատեսված կենթանիների պահման, խնամքի եւ հաշվառման կանոնները խախտելու համար։ Շատ կարեւոր է, մենք խոսել ենք այս մասին եւ շարունակելու ենք խոսել այն մասին, որ շատ պարտադիր պայման պետք է լինի, որ շնատերերը սկսեն իրենց կենթանիներին նույնականացնել, չիպավորել եւ գրանցել տեղական ինքնակառավարման մարմիններում։ Տեսեք, կա, դրույթը կա, Երևանի ավականու որոշումը կա, բայց ոչ բոլոր շնատերերն են պահպանում այս պահանջը եւ սա այն պահից, երբ որ կսկսի դա պարտադիր լինել բոլոր քաղաքացիների համար եւ այդ պահանջի չկատարումը կառաջացնի գոնե վարչական պատասխանատվություն, մենք կկարողանանք վերահսկել եւ հեշտացնել նաեւ իրավապահ մարմինների աշխատանքը, որպեսզի նույնականացնենք կենթանու տերը, շնատերը ով է եւ ով էր պատասխանատու, փոքրիկ բան է, չէ՞։ Լրիվ անվտանգ է կենթանու համար։ Մենք տալիս իր մոտ միշտ շոշափում եմ, արդեն 7 տարի է մենք ունենք այդ չիպը։ Սա հեշտ է գիտեք ինչ առումով նախ կորելու պարագայում մենք ունենում ենք շատ են դեպքերը, երբ կենթանիները կորում են եւ ճիշտ է ինքը իրենից GPS ասվածը չի հանդիսանում, այսինքն գտնել չիպով Facebook-յան հարթակներով շնորհիվ շատ սրտացավ կենթանասերների, ովքեր տեսնում են, ենթադրում են արտաքին տեսքից, որ տանշուն է, պահում են մեր խմբերում, ես նաև մենք եւ մեր կենթանիները խմբի, լաբրադորների, ռոտվելերների, բաքսորների խմբի ադմինիստրատորն եմ եւ մոդերատորը, մենք ենք ստանում հիմնականում այդ գրառումների մենք ենք հաստատում այդ գրառումները եւ արդեն իսկ այսպես ասած ունենք որոշակի բազա,
եւ տերերի հեռախոսահամարներով, բնակության հասցեներով կարողանում ենք հնարավորինս օպերատիվ նույնականացնել շանը, գտնել տիրոջը եւ վերադարձնել, բայց շնորհիվ սրտացավ քաղաքացիների։ Սև ցուցակ ունեք, եթե չեմ սխալվում, ում չի կարելի տալ կենտրոնի Այո, մենք ունենք նաեւ այո, սև ցուցակ, այդ ցուցակում ընդգրկված են այն մարդիկ, ովքեր նախ անհաջող որդեգրում են ունեցել Սա մեկ, մենք ըստ այդ ցուցակի հաջորդիվ, եթե կենթանի է խնդրում որդեգրման համար, Ինչ ասել է անհաջող փորձ։ Ինչ ասել է անհաջող փորձ։ Հիմա օրինակ բերեմ։ Իմ երկրորդ շունիկը խառնուրդ է, պիտբուլի բաքսորի խառնուրդ է, իրենք 10 էին, տերերը, մայրիկը բաքսոր էր, հրաժարվեցին ձակուկներից, արկղով այդ 10 ձակուկը մեր տուն են եկել, 10 ձակուկ, այո, մենք ընտանիքով, իդեպ շատ կարևոր մի բան ասեմ, սա անդրադարձ անեմ, կենթանի պահելը թիմային աշխատանք է։ Չի կարող ընտանիքի մեկ անդամը ստանձնել կենթանի պահելու, խնամելու ողջ պատասխանատվությունը։ Սա պետք է լինի թիմային աշխատանք, որպեսզի այդ ճգնաժամը ընտանիքում չառաջանա, իսկ ճգնաժամեր լինում են ցանկացած ընտանիքում, որտեղ կան կենթայիներ։ Երբ որ մի հոգին է իրականացնում, պրոստը գալիս է մի պահ, որ ինքը հոգնում է։ Դա բավականին մեծ նագրուսկա է մի հոգու համար։ Եվ մենք ընտանիքում Դրա համար որ երեխեքը շունեն ուզում, ես միշտ ասում եմ, մամաներ դուք եք պահելու։ Այո, շատ ճիշտ եք ասում, եւ իմ ձակուկներին մեկին ինձ պահեցի, մնացածին տվեցի որդեգրման, իդեպ բավականին տենց մեծ աշխատանք է իրականացել, մարզեր շատ քիչ եմ տալիս։ Ես չեմ ուզում նեղացնել մարզերի բնակիչներին, բայց այնուհանդերձ մարզեր մի փոքր զգուշանում եմ։ Չեք կարողանում վերահսկել։ Վերահսկել, տեսեք, մենք հիմա ունենք նաեւ կուրատորներ։ Ամեն քաղաքի մարզերում, ամեն քաղաքում կան խմբեր կենթանասերների, ովքեր կամավոր սկզբունքներով այդ կուրացիան իրականացնում են։ Հիմա տենց խնդիր մենք չունենք, այսինքն եթե մենք ունենք Գյումրիից որդեգրող կամ Վանաձորից, մենք կուրատորին խնդրում ենք, կուրատորն է գնում, ուսումնասիրություն անցկացնում, նախկինում կենթանի ունենալու հանգամանքը, ինչից է անկել կենթանի, ոնց է ստացվում, այսինքն բոլոր բազմակողմանի ուսումնասիրություն ենք իրականացնում։ Եվ այդ մեր զակուկներից մեկը իմ շան եղբայրներից մեկին տվել էի Մարտունի քաղաք առանց անուններ հնչեցնելու մի քանի ամիս ես ստացել եմ նկարներ, բաներ, տեսանյութեր, որ կենթային տանն ապրում, ամեն ինչ հրաշալի է, բայց մոտ 2-3 ամիս ինձ հետ կապի դուրս չեկան այլևս։ Պարզից կերել են շանը։ Չէ, չեն կերել, գոմից 1 մետրից կարճ, ուրեմն կապով կապել էին, կենթանին հնարավորություն չուներ անգամ նորմալ պարկելու, опять-таки ես խնդրել եմ կուրատորներին, մոտեցել են հասցե, որտեղ Մարտունի ձմեռ, դա ձմեռ է, դեպ ձմեռն է ֆիքսել, դա դեկտեմբեր, հունվար ամիսներ, անմիջապես կենթանին վերցվել է եւ սև ցուցակը այսպես ասած ընդգրկվել այդ քաղաքացին։ Հիմա բարեբախտաբար իմ զակուկը շատ երջանիկ կյանք ունի, Սանկտ Պետերբուրգում է ապրում։ Հիմա դեպքերը ավելի շատացել են եւ կենթանիներին որդեգրում են մեր հայրենակիցները, ովքեր ապրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Առնվազն 1 կենթանի, առավելագույնը 2 կենթանի ամսական նաեւ մեկնում է արտերկիր, ԱՄՆ, Եվրոպա։ Թղթաբանությունը բարդ է։ Բավականին, ժամանակատար է, բարդ չի, ժամանակատար է, բայց բոլոր փաստաթղթերը նախապատրաստվում են, օրենքով սահմանված կարգով ինչ։ Բայց ուզում եմ հասկանամ, ի՞նչն է այդտեղ դժվար, երբ որ դու շուն ես ունենում, դու ինքը չպետք է փաստաթուղթ ունենա։ Տեսեք, անձնագիրը դեռևս փաստաթուղթ չէ, դու պետք է հատուկ պատվաստումներ կան, Գերմանիան հաստատում է։ Երբ որ դու գնում ես ամբողջ պատվաստումներն անում ես, այդ բժիշկը քեզ այդ թղթերը չի տալիս, որ պատվաստած է։ Ոչ, որպեսզի ամեն երկիր, ամեն մեր ունի իր պահանջները, մուտքային պահանջները կենթանու համար։ Եվրոպան, Ռուսաստանը, Մեր զակուկինը ձգձգվելու պատճառով եղավ։ Ուրեմն արյան նմուշը ուղարկվում է Եվրոպա, ստուգելու արդյոք անձնագրում արկա պատվաստումները արվել են եւ կան հակամարմիններ կենթանու արյան մեջ։
Եվ շատ հաճախ կարող է անգամ գալ որ չկա, չնայած որ արվել է, ու դու երկրորդ անգամ պիտի Սա էլ արդեն անորակ պատվաստման խնդիրն է։ Չնայած մենք այդ խնդիրը չենք ունեցել։ Իրականում այս եւ մնացած բոլոր հետաքրքրող ինֆորմացիան կստանաք փառատոնի շրջանակներում։ Եկեք ամբողջը չբացենք, որ մարդիկ կարողանան գալ անմիջապես շփվել։ Ես կարծում նրանք ովքեր որոշել են շփվել, իրենք հատկապես հետաքրքրված կլինեն։ Այդ թվում դուրս հանելու, ворթեգրելու եւ բնացած բոլոր մանրամասները մեր մոտիլերները հատուկ պանելային այսպես քննարկումներ եւ հարց ու պատասխանի ֆորմատ կարողանան այդ հարցերը տալ եւ պատասխանները ստանալ շաուտում։ Հիմա Նաեւ հիշեցնենք, պարոն Հարությունյան, որ ունենալու ենք ворթեգրման շունիկներ։ Ինչ եք տվել։ Կոնֆետ։ Կոնֆետ։ Բայց իրենց չի կարելի, չէ՞, ոչ, թող չի կարելի, բայց իրանց ուշքը գնում է քաղցրի համար։ Ես գիտեմ, որ իրենց չի կարելի ավոկադո, հակացուցված է, իրենց չի կարելի խաղող։ Ավոկադո պետք է լինի, որ մի հատ էլ կարելի լինի։ Ավոկադո։ Դու չես ճանաչում շուն պահողներին, ովքեր լավագույն կերն են փնտրում իրենց համար, որ մաքսիմալ լինի բնական փախավ, դուրը փակեք։ Իմիջայլոց կերերի առումով էլ շատ լավ առաջարկներ ենք ունենալու մեր հովանավորների կողմից, բնականաբար անունները չեմ տալի, չի կարելի եթերում, բայց շատ ընտիր առաջարկներ են ունենալու մեր գործընկերներից մեկը յուրաքանչյուր ворթեգրված փառատոնի ընթացքում ворթեգրված շան համար 1 տարվա պաշարներ է տրամադրելու սնունդի, որը շատ Օսկարը չի կարելի ուտել։ Այսպես ասած, մեկնարկային շատ լավ պայման է տրամադրում, որ մարդիկ կարողանան նաև ворթեգրելու պարագայում ավելի քիչ հոգ ստանեն։ Եվ վերջի բոլորին մարդիկ ովքեր ուզում են լավ տրամադրություն ունենան ու առհասարակ շատ շներ տնան ու դիքը շների սիրեն, կարող են գնալ այս փառատոնը։ Ֆանտաստիկ էներգետիկա է ելնելու, արդեն վստահաբար կարող եմ ասել, որտեղ մեկ անգամ արել ենք, իսկ այս անգամ շատ ավելի համապարփակ, շքեղ եւ խորը, այսպես փառատոնը լինելու։ Իրականում այուն ուրախացրեց, որ այդ գրագետ ինֆորմացիան կկարողանան ստանալ, շփվել ու գոնե թե հասկանալ, չնայած բազմիցս մենք էլ ենք հնչեցրել, որ եթե որոշել եք, այ ոնց որ ես չգիտեի ինձ ինչ էր սպասում, ու չնայած որ ես 15 տարի պայքարեցի չպահելու, ոչ թե չէի սիրում, պարզապես տան պայմաններում չէի պատկերացնում։ Եվ 15 տարի անց պարզվեց, որ ես եմ լացել շուն ուզել, ոչ թե աղջիկս։ Իսկ հարց, հետ այսու կկարողանաք առանց կենթանի ապրել։ Ես միշտ ինձ հիմա պատրաստում եմ նրան, որ բավոր իրենք մի օր չլինեն, ես ոնց եմ դա հաղթահարելու եւ միշտ ինձ տանջում է երկու հարց։ Հաջորդիվ ես էլ չեմ պահի, որ այդ ստրեսը չապրեմ, թե միևնույն է չեմ դիմանա այն տվածին ինչ իրենք են տալիս, այդ սիրուն։ Ես միշտ բռնացնում եմ, որ հետո դժվար թե ես նայեմ նկարներ ու այդ գայթակղությանը դիմանամ, բայց մենակ այն որ դու գիտես, որ մի օր ինքը չի լինելու ու դու անզոր ես լինելու, ինչ որ բան անել, էդ էլ է ինձ շատ տանջում։ Անշիկ դա կյանքի օրենքն է, դու երբեք պետք է դրան չտրես։ Բայց ես մի ֆիլմում մի շատ հետաքրքիր բառ լսեցի, այդ այնքան սիրուն էր ձևակերպված, երբ շունը մահանում էր ու չէ, Ադալինի դարը։ Այնտեղ շունը մահանում է, ասում է, դե ինչ անեմ ես, բժիշկն ասում է, ուղղակի հիշեք ձեր իրար հետ ապրած երկար երջանիկ տարիները ու հասկացեք, որ ինքը ձեզ հետ շատ երջանիկ է իրեն զգացել։ Դուք իրեն ծեր եք նվիրել եւ այլն։ Այսինքն այդ մի տեսակ քեզ տալիս է այն զգացողությունը, որ դու այնուամենայնիվ պահելով սեր ես տալիս, եթե իհարկե adekvat ես պահում։ Երջանկացնում ես նրան քո սիրով։ Ինձ մի անգամ բժիշկ անասնաբույժ նայեց, տարել էի պատվաստման, սենց արեց, օ, ինչ երես առած է ձեր շունը։ Դեռ գիրկը սերացացի ինչից իմացաք, ասաց անմիջապես երևում է, որ դուք իրանց անսպար սեր եք տալիս։ Իրանց վրայից անմիջապես երևում է, իրանք ծեծվում են, երես առած են թե ոչ, ինչի հնարավորություններ ունեն տանը, իսկ մեր շները երես առած են։ Բայց սա էլ ասեմ, օբյեկտիվ մոտենանք կենթանի պահելուն, կենթանին պետք է կարգապահ լինի։ Ես ես հավատացնում եմ, սա շատ կարևոր է, որովհետև երբ մենք վերցնում ենք ձագուկ եւ ճիշտ կարգապահությունը բացառելով բռնության որևէ տեսակ, կան համապատասխան մասնագետներ, ովքեր սովորեցնում են ինչպես մոտենալ, նաեւ համացանցն է հասանելի, շունը պետքա լինի կարգապահ։ Սա շատ կարևոր է, որ հետո խնդրահարույց չդառնա։ Կարող կարգապահ չլինել, որովհետև խստությունը
արդեն փորձ ունեմ էլի երկրորդի դեպքում, առաջինի դեպքում մենք ուղղակի խոճապի մեջ էինք ընկնում ամեն աննշան բանից, որովհետև չգիտեինք ինչ պիտի անենք։ Իրականում շատերը ասում են, որ եթե մենք շանը ձեր տանը չտեսնենք, մենք չենք հավատա, որ ձեր տանը շուն է ապրում։ Մենք անձամբ իրան տեսնենք, որ հավատանք, ոչ մի բան չի հուշում այդ մասին, բացի այն խաղալիքները, որ իրենք ունեն։ Բայց հետաքրքիր է, որ անգամ իմ ձայնի տեմբրը, երբ ես կարող եմ հանկարծ կանչել ոչ սիրով, այլ մի քիչ զգաց ձայնով, դու էլ իրեն չես գտնի։ Դե մանավանդ քո ձայնի տեմբրն էլ նենցա որ ինքը կպահվի, որովհետև հասկանում որ մի բան այն չի եղել։ Պարզապես մենք երբեք բռնության չենք ենթարկել, երբեք իրենք ծեծվեն, չգիտեմ ինչ, բայց մի անգամ մոռացել էինք պադյեզդում ձմռանը այդ կենթանասերները դա կդիտարկեին որպես դաժան վերաբերի։ Մայրիկը դուրս էր եկել բան տեղափոխելու տանիք, ինքը հետևից դուրս էր եկել ու չէինք նկատել։ Փոքրիկ էլա չեք։ Դե 1 կիլո 700 գրամ։ Եվ հետո հասկացա, որ ինչ որ տեղից ինչ որ իր ձայնն է գալիս։ Ու աղջկաս ասում եմ ինչի՞ է լացում, ինչ հա ուզում եք, ինչ չես տալիս, ասում է ով։ Ու ես հասկացա, որ ինչ որ ուրիշ տեղից է այս ձայնը, դուրը բացեցի, տեսա դրան դիպած ես կանգնացել։ Քանի ժամանակը սուղա մի հարց էլ ես տամ, էս էլ կարևոր հարց է։ Դու տրամադրվում ես շուն պահելուն, ես գիտեմ։ Հա, ես հենց այդ վստահեցնում եմ, եթե գաք փառատոնի, այնտեղ կամ կորթեգրեք, կամ կպայմանավորվեք, որ Չէ, էդին չի կարելի քեզ հետ տանել, թե չէ դու կընկնես ծուղակը։ Ոնց թե մենք բացի շուն ինչ կենթանի ասես պահել ենք արդեն ինքը վճարովի ծառայություն է, բանը ворթեգրել է։ Ոչ։ Որևէ վճար նախատեսված։ Դուք ունեք կոնեկորսո։ Կա կոնեկորսո։ Ինչ ցեղատեսակ եք ուզում։ Երևի border college ունենք միայն։ Ես մենակ այդ անունը գիտեմ ու դեմքը գիտեմ ես։ Եթե այս պահին արկա չէ, ապա բարբերաբար մենք ունենում ենք, որևէ վճար նախատեսված չի, բայց մեր կողմից սահմանած խիստ պահանջների պահպանումը այդ պահանջների պարտադիր պայման է, այլապես կենթանին կվերցվի։ Եվ ես փորձով կարամ ասեմ, քանի որ ուրեմն ворթեգրման փորձ ունեմ, հա, Օսկարի օրինակով, հա, մարտից ուրեմն դու պարտադիր պետքա նախ տեղակ պահես, ումից որ ворթեգրել ես կամ որ կուրատորն այդ ворթեգրման, պետքա վիդեոներ անես ուղարկես, ֆոտոներ անես ուղարկես, ցանկալի բան, բարբերաբար, որ մարդիկ վստահ լինեն, որ շունը լավ պայմաններում է։ Տեսեք, օրինակ, ինքը լավ, դեռ լավ դաստիարակված շուն չի, վազվզում է, երբ որ մենք ստեղ նստած ենք։ Բայց նորմալ է, ինքը պիտի վազվզի։ Իսկ կա տարիք, որ այդ տարիքից հետո չի կարելի ворթեգրել, որովհետև արդեն ինքը չի ճանաչում։ Ոչ։ Կամ չի։ Ոչ։ 3 միֆ ворթեգրման մասին։ Առաջին միֆը, որ բոլորը ուզում են ձագուկ ворթեգրեն, որովհետև շատ արագ, որպեսզի կենթանին արագ ադապտացվի ընտանիքին, սա միֆ է։ Հենց իրան լավ վերաբերվեցին, ինքը սիրել է։ Տեսեք, եթե ես ժամանակին միջև իմ առաջի շունը իմ հասկանայի եւ ինձ ինչ որ մեկ ասեր, որ գիտես ինչ, հասուն շուն պահելը շատ հեշտ է, ես միանշանակ կворթեգրեի հասուն շուն, որովհետև ձագուկ պահելը բավականին բարդ է։ Այո։ Բավականին եւ ֆինանսական առումով, եւ կենցաղային առումով, եւ պատվաստումները, եւ կարանտինային մասը, եւ դաստիարակության մասը, իսկ հասուն շունը, պատկերացրեք հրաշալի ընտանիքում ապրելա հրաշալի շուն, հա, եւ ինչ պայմաններ, օրինակի համար, տերը մահացել է։ Այդ հասուն շունը 2-3 տարեկան, ով ամբողջովին ադապտացված է կյանքին, բնակարանում ապրելու օրինակի համար պայմանները իր համար օտար չեն, ինքը էլ իրեն ворթեգրելու դեպքում էլ ավելի հեշտ է այդ process-ը համակերպելու, ադապտացվելու, քան հակառակը։ Երկրորդ միֆը, որ մաքրացեղ կենթանիները ավելի հեշտ են դաստիարակվում եւ իրենց ավելի հեշտ է ադապտացնել, չկա նման բան, հավատացեք, խառնուրդները ավելի ճկուն են դաստիարակության նկատմամբ եւ իրենց հեշտ են ուրեմն դաստիարակել եւ երրորդ միֆը, սա իհարկե բուծողների կողմից սահմանած միֆն է, եթե քաղաքացին գումար չի վճարել կենթանու համար, ապա անհնար է ինքը լավ խնամի կենթանուն, սա էլ է միֆ։ Այնպես որ մենք տալիս ենք անվճար, նվիրում ենք, բայց մեր պայմանների պահպանումը պարտադիր է։ Ինչքան կարևոր ինֆորմացիա է ստացել։ Մինչև կենթանու կյանքի վերջ։ Այդ ինչ ես բերել։ Անտիր։ Օգնում եմ ես։
չի երև։ Տեսեք, ինչ է բերել Օսկարը մեզ։ Օսկարը գտել է իր խաղալիքը։ Օսկար։ Ես առաջարկում եմ հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնենք, որ մայիսի 10-ին եւ 11-ին անգլիական այգում տեղի կունենա Dog Fest 2025 փառատոնը։ Գնացեք, չգիտեմ, կրթվեք, ինֆորմացիա վերցրեք առհասարակ ինչպես պետք է կենթանի բնակարանում ворթեգրեք շներ եւ վերջո շները կօգնեն ձեզ որ լավ մարդ դառնաք։ Ես մի շատ լավ ընկեր ունեմ, ով մեծ փորձ ուներ շուն պահելու եւ Ռոթվելեր էր ինքը պահել, որը մահացել էր, հետո իրենք ворթեգրեցին ուրիշ շուն, ցեղատեսակի անունը չեմ հիշում, բայց երբ արդեն մենք ունեինք շուն, մի օր ինձ եկավ մեծ ու սենց արած, ահա, վերջապես դու դարձար մարդ։ Եվ այնքան համաձայն եմ ես այսօր իր այդ արտահայտության հետ, որովհետև բացի իհարկե պատասխանատվությունից, որը պիտի ունենաս, ուզում ես տանը լինել, չես ուզում մենակ թողնել երկար ժամանակի եւ այլն, բայց այն բարության դրսևորումը, որ ու այն սիրո չափը, որ ինքը կարող է քեզ տալ, ինձ թվում է աշխարհի վրա էլ բարկացած լինես, հենց գալիս ես ինքը այդտենց նայում է քեզ այդ աչքերով։ Անտիդեպրեսանտ է։ Հա, ինքը նստում է քո գիրկը, դու իրեն սիրում ես ու հասկանում ես, որ այս աշխարհում դեռ սեր կա, անվերապահ հայ հերինակի շատ հետաքրքիր պատմություն կա Շան մասին, շատ տխուր, անհնար է առանց լաց լինելու կարդալ, բայց այնտեղ կա մի բան, որ գաղափարը, որ ինչպես էլ վերաբերվես իրեն, ինքը միևնույնն է գալիս է էլի մարդուն վստահելու։ Ամենադաժան պատմություններից հետո իր կյանքում մեկ է, երբ ինքը մարդը փորձում է իր հանդեպ սեր տալ, ինքը մի քիչ հետո միանգամից նորից սկսում է անվերապահ նվիրումը ունենալ։ Հա, անսահման վստահություն։ Մի հատ է դիտարկում ընդհանուր, հա, շատից երևի բոլորը եթե ուշադիր դայք, կենթանում լավ վերաբերվող մարդը չի կարա այլ մարդկանց էլի վատ վերաբերվել։ Այո, իհարկե։ Այսինքն դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է ու դուք կզգաք, երբ որ գաք փառատոնին ու տեսնեք ինչ կարգի դրական աուրա է, ինչ մարդիկ են կենթանի պահողները, ասենք ոչ թե անհատապես, այլ ընդհանուր որպես հարություն, այսպես ասած, հա, community, որը որ ասենք կենթանիներին պահում է, սիրում է եւ փայփայում է։ Շատ մեծ տարբերություն։ Մենք կենտրոնում արդեն ունենք ընկերներ, իրար ճանաչում են, անպայման հենց տեսնում են զբոսնելիս, դե պիտի մի քիչ իրար տենց ողջունեն եւ այլն, մենք արդեն ծանոթանում ենք տերերի հետ, դառնում ենք մտերիմներ։ Դե կենթանասերները շատ համախմբված են եւ ցանկացած կենթանասեր որևէ խնդիր բարձրաձայնելու պարագայում շատ արագ, կայծակնային արագությամբ օպերատիվ բոլորը համախմբվում են անշահախնդիր կամավոր այդ առաջացած խնդիրը լուծելու համար։ Սա էլ է շատ կարևոր։ Այսա կենթանի պահողի կենթանասերի ճիշտ վարկն է։ Միշտ հասնել կողքինին օգնության շատ արագ, անշահախնդիր։ Ընտիր։ Հերոյի մամայից, եթե լսում եմ ասպասևս կգա այսօր, բայց իմ մամայի հատկապես ամանորին բոլոր բլինչիկները, քյուֆթաները, կոտլետները ուտում են մեր դրսի շները։ Եվ ես ամեն անգամ հենց բացում ասարնարանը, ասում եմ, էլի Սևոն ու մնացածը կերակրվել են այսօր, ասում եմ, հա ու ես այնքան երջանիկ եմ այդ փաստից, որ առավոտյան դրել եմ, հետո եմ գնացել աշխատանքի։ Ամսի քանիսին է տեղի ունենում, բայց հունվարի 6-ին։ Մի քիչ առաջ, մի քիչ հետո, չէ, հիմա ես ասում եմ ես կրակն եմ ընկել, հիմա մենք փիսիկի ձագեր ունենք մեր նկուղում, շատ սիրուն, աներևակայելի սիրուն, հեչ չես ասի, որ իրենք դրսի են։ Մաման ասում է հերիք չի, դու ես գնում այդ թթվասերը կաթը։ Մի բան էլ ասում եմ, մամա, ես այսօր ուշանում եի ուղիղ եթերից, դու որ դուրս գաս, մի հատ կաթ դիրել է այնտեղ, ասում եմ, հիմա ես դարձել եմ կատուներին կերակրողը։ Դե բայց գոնե մի քիչ մեծանան։ Մեր իմիջիայլոց հեռուստատեսության կողքին էլ կային ձագուկներ, մենք բոլորս իրենց կերակրում էինք։ Հետաքրքիր է, ես այդպիսի բան բնաստ, հա, կենթանու, որ առաջին անգամ չէի նկատել, որ ձագուկներ կան, առաջին անգամ ես ուզում էի մոտենալ, ձագուկները փախան, մայրիկը եկավ, նստեց այդ արանքում ու շատ բարկացած նայեց ինձ, ես հասկացա, որ ինձ չի վստահում։ Հետո երբ ես այնտեղ բերեցի, դրեցի թթվասեր, կաթ եւ այլն, մի քանի օր իրենք ոչ միայն չէին փախնում, մայրիկը կանգնած նայում էր, ինքը չէր մոտենում էլ, գիտեր, որ ես չեմ վնասելու, նայում էր, որ եթե կերակրում ես, կերակրի։ Այսինքն մի անգամից ինքը վստահություն ունեցավ, որ այստեղ վնաս չի լինելու։
Հետո որ մի քիչ մեծանում են, դե արդեն ինքնուրույն են դառնում, ավելի հանգիստ ես։ Մի քիչ կատուները ինքնուրույն են, շների համեմատ ավելի։ Շնորհակալ ենք ձեզ, բարություն բերելու մեր տաղավար եւ խոսելու էլի մարդկանց բարի դարձնելու միակ երևույթի մասին, որ այս աշխարհում մնացել է, որի անունն է կենդանի։ Հուսանք ազդեցություն կունենա։ Գովազդ մեր եթերում, որից հետո կտեղափոխվենք խոհանոցի տաղավար։